Էսա սելֆի ենք անում, իհարկե խմած եմ։ Եվ ինչով է պայմանավորված ձեր խմած վիճակում քաղաքում շրջելը եւ Որ քաղաքում շրջելն է։ Այսինքն եկել խմած ես նստած եմ եկեք ինձ ասում եք ինչ կա ձեզ։ Ո՞նց է գնահատում ձեր տեխնացուի շանսը։ Որ տեխնացուի։ Սարիկ Մինասյան։ Մեր շատ լավ, դրական։ Ինչ արդյունք դրանցով։ Ընտրությունները ինչ ժողովուրդը կորոշի։ Թիվ կարող եք ասել ինչ-որ թիվ։ Կարա Սերժ Սարգսյանն թիվ ասեմ։ Չէ, դե հիմա ձեր կարծիքով ինչ։ Այսինքն ոնց կարամ ես թիվ ասեմ։ Կգրանցի, որովհետեւ ձեր թիմակիցները կարծում են, որ 50 պլյուս Այդ այս անցանք լուրջ հարցերի հիմա, ասեմ կարա Սերժ Սարգսյանն թիվ ասեմ։ Պարոն Գաբրելյան, ես չգիտեմ ով եք, բայց ազգային ժողովի ԿՊԱ-կը։ Այո, ազգային ժողովի ԿՊԱ-ական չէ, քաղաքացիական պայմանագիր խմբակցության։ Վիրավորական չի հնչում, երբ ասում եք ԿՊԱ-կան։ Հա վիրավորվում եք։ Դե բանը էլի։ Լավ, ինչպես Некрасиво ասած, просто։ գնահատում ձեր շանսերը։ Օրինակ Սարիկ Մինասյանը գտնում է, որ 50 պլյուս կհավաքի, դուք այդպես եք կարծում։ Այո։ Բայց որ չհավաքի, աշխարհը չի պրծնում դրանով։ Մեկը Հայաստանի Հանրապետության վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, կառավարողուժն է քաղաքացիական պայմանագիրն է, սահմանադրական մեծամասնությունով։ Մարզերում ինչ արդյունք Ինչպես։ Էական չի մարզերում ինչ արդյունք։ Էականը ժողովրդավարությունն է, մարզերում մարդիկ ոնց որոշեն կընտրեն։ Կուզեն Սարիկ Մինասյանին կընտրեն, կուզեն Վիլեն Գաբրելյանին կընտրեն, կուզեն Վարդանիկին կընտրեն, իրանց հարցն է։ Ես ո՞նց կարամ այդ մարկանց ընտրության վրա ազդեմ։ Ո՞վ եմ ես, որ այդ մարկանց ընտրության վրա ազդեմ։ Ասենք ինչ էլի Յանի ինչ հարցեր եք եկել եք Գյումրի, որպեսզի Եկել եմ Գյումրի Կիրակի օրը իմ ժամանցն եմ անցկացնում, այդ թվում նաև ընտրություններով պայմանավորված այստեղ եմ։ որ պարտվի Սարիկ Մինասյանը շատ կտխրեք։ Չէ, կուրախանամ անգամ։ Դա կյանքը ցույց կտա ինչ որ։